Ես Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավարն եմ։ Կադանս անսամբլը հունիսի 17-ին պատրաստվում է մենահամերգի եւ մենահամերգի ամբողջ ձևաչափը կայանում է մեր մեկնարկի մեջ։ Մենք այսօր թե երաժշտախումբը, թե պարախումբը միասին որոշել ենք, որ սա պետքա լինի մեր մեկնարկի սկիզբը եւ ամբողջ կոնցեպցիան, ամբողջ համերգը նվիրված է եւ պատրաստված է այդ ձևաչափի համար։ Այսօր հանդիսատեսին մենք պատրաստել ենք օպերային թատրոնի նվագախումբը գլխավորությամբ Կարեն Դուրգարյանի, օրվա նաև դիրիժորն է լինելու Կարեն Դուրգարյանը, Կադանս նվագախումբը մեր կվինտետը եւ պարախումբը համատեղ մեկ տեսքով, մեկ ձևով բեմում։ Դժվարությունները միշտ հաճելի են եւ առանց դրա ուղղակի ամեն ինչ կարա համ անհետաքրքիր լինի, համ վերջնական արդյունքին եւ աշխատանքին հասնելու համար գրավական չհանդիսանա։ Դրա համար բոլոր այն դժվարությունները, որ կարանք համարենք դժվարություն, դրանք գործից ելնող տրամաբանական ձևաչափեր են, որը շատ կարճ ժամանակում ուղղակի հաղթահարելով անցնում ենք առաջ։ Մեր ակնկալիքները հենց կայանում է հանդիսատեսի ընկալման մեջ, որովհետև հանդիսատեսը առաջի անգամ Կադանս անսամբլին ծանոթանալու է պարախմբի հետ եւ պարախմբի հետ միասին։ Եվ սա պետքա հանդիսատեսի համար լինի նոր ծանոթություն, հետագա մեր բոլոր մենահամերգների եւ գործունեության մասը։ Մենք մի գործով ենք զբաղվում, որը որ ամիսներ կարելի է տանջվել ամեն օրյա աշխատանքով, կրկնաջան աշխատանքով, եւ այդ ամեն ինչը խտացվի 1.5 կամ 2 ժամվա համար։ Մենք 2 ժամվա ընթացքում գրեթե մեր ամբողջ 1-2 ամսվա աշխատանքն ենք ներկայացնելու, թե հետաքրքիր է process-ը, որը մենք պատրաստվում ենք, բայց պետք է ասեմ, որ վերջի օրվա աշխատանքը միջև համերգը դա ամենահետաքրքիրն է, քանի որ արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է, ուղղակի մեզ մնում է վայելենք ինչը որ ստեղծել ենք եւ հանձնենք արդեն հանդիսատեսին։ Անցյալ տարի լրացավ մեր 20-ամյակը Կադանսի գործունեության, ինչ վերաբերում այս համերգին, սա գտնում եմ, որ աննախադեպ համերգ է, որտեղ այսպիսի մեծ կազմով, այսպիսի 3 կոլեկտիվ միաձուլված իրեր եւ նվագել, տանգո նվագել այս թիվ 1 բեմից, շատ հիասքանչել, լավ նորություն է մեր հանդիսատեսին, հուսով եմ շատ դուր կգա։ Կադանսը ի սկզբանե ստեղծվել է տանգոյի հիման վրա, բայց տարիների ընթացքում փորձեցինք նվագել, ժողովրդական մշակումներ արվեց, դասական մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, արտասահմանյան կոմպոզիտորը տարբեր, բայց այսօր գերակշռող մասը դա արգենտինական տանգոն է, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից փոխադրված է այս կվինտետի համար եւ ավելին Մայեստրո Դուրգարյանի օրկեստրի համար եւ դժվարությունները նա էր, որ գիտեք ինչ, արդեն որ 2 կոլեկտիվ մեծ եւ պլյուս պարախումբը արդեն պետք է հարմարվել պարախմբին, որովհետեւ ռիթմային առումով ռիթմերը արդեն մենք փորձում ենք քիչ դանդաղացնել, քիչ արագացնել, որ պարախումբը կարողանա այդ տանգոյի վրա հիմնված ռիթմերի հիման վրա կարողանա պարել։ Սա է մի փոքր, որ իհարկե փորձերի արդյունքում հաղթահարում ենք, հուսով ենք այսօր վառ ապացույց կունենա, հանդիսատեսը կգնահատի մեզ։ Արդեն մայիս ամսվանից սկսել ենք պարապմունքները, փորձերը, բեմադրությունները, բավականին ինտենսիվ պարապմունքներ են ընթանում։ Ու այսօր արդյունքը կտեսնենք վերջապես։ Տպավորությունները այսօր շատ բարձր է, սպասումով լի, ու կսպասենք անպայման համերգից հետո, որ մենք ինքներս մեզ տեսնենք, թե ոնց ենք մենք ներկայացել։ Տեսնենք, հուսանք, Աստծո կամքով պետք է որ լավ լինի։ Դժվարություններ բեմադրությունների ընթացքում բնականաբար լինում են նաև վնասվածքներ ենք ստանում, աղջիկներին գրկել, բարձրացնել, մկանային խնդիրներ են առաջանում, բայց
այդ ամեն ինչը այնքան շատ է մեր հույսերը, որ մոռացության ենք մատնում եւ փորձում ենք չնկատել այդ վնասվածքները եւ անցնում ենք առաջ։ Հանդիսատեսին ես կցանկանամ այսօր ուղղակի վայելեն այսօրվա համերգը։